Ողջույն բարեկամներ, երեկվա այդ ինցիդենտը, որ կայացավ այդ ծեծ ու ջարդը նորքի բաժնում, կարելի էր մտածել դա հերթական խուլիգանություն էր, խուլիգանության դրսևորումն էր, որը կարող էր անցնել, գնալ առանց որևէ մեծ հետևանքների, բայց քանի որ պետությունը ինքը այնքան է փտել եւ այնքան է թարախակալած բոլոր իր օրգաններով, հերիքա մի տեղ կապնես եւ ամբողջ այս թարախապարկը սկսում է դուրս տալ իր ամբողջ կեղտոտ էությունով եւ այսպես ով կմտածեր, որ ընդամենը մեկ ինցիդենտ այսքան կեղտ կբացահայտի եւ կհանի ջրերս։ Գնանք հերթով։ Փոխանակ ներողություն խնդրելու, միջոցներ ձեռք առնելու, իր թաղապետին հեռացնելու համար, գոնե ծածկադմփոց անելու, հեռացնեն, մոռացնել տան, նոր ասեն լավ չի պահե իրան, արեք չդատենք, բայց այդ թաղապետ չի, հա, մոտարապես, ինչպես միշտ արել են, ասենք, կարելի է մոտարապես այդ բանով գնալ, սցենարով գնալ, բայց չէ։ Նիկոլի հարճ համատեղության կարգով Վազգենի եղբայր Սարգսյան, Արամ Սարգսյանն ասում է Տիգրան Տեր-Մարգարյանը չպետք է հրաժարական տա։ Նրա դեմ իրականացվածը ծրագրավորել է ՌԴ դեսպանատնից, այնտեղի 5-րդ Շարասյան միջոցով։ Արամ Սարգսյան։ Նախ ուզում եմ այս տգետին ասեք, եթե տեսնում եք, որ այդ տգետ 5-րդ Շարասյանը դուրսն է։ ՌԴ դեսպանատանը չի։ Ընդհանրապես 5-րդ Շարասյանը դուրսն է լինում։ ՌԴ դեսպանատանը չի լինում։ Երկրորդը լավը չես ասում, դա Հռոմի պապն էր մահացած կազմակերպել, քանի որ ինքը կազմակերպել է ու մահացել է, այդ դատելու բան չկա այնտեղ։ Եվ այսպես։ Ոչ մի պարագայում ասում է չպիտի հրաժարական տա։ Խնդիր չկա, իսկ ով էր ակնկալում, որ ինչ որ արդարադատություն պետք է, հա, իրականանա Հայաստանում։ Այստեղ ուրիշ բան է տակրկիր, որ արդարադատություն կլինի թե չի լինի, արդեն որոշումը Արամ Սարգսյանը։ Արդեն հասել ենք այնտեղ, որ նորից եմ ասում, Հայաստանում մարդը պիտի նստի, չնստի, պատասխան տա, չտա, հրաժարական տա, թե պիտի չտա, դրա արդեն որոշողը դարձել է Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանի հարճ համատեղության կարգով Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Տեսեք ոնց է արդարանում ինքը։ Չի ասում, որ կարելի է մտնել մարդու ընտանիք, որ կարելի է ցանկացած մարդու արժանապատվություն ու ինքնասիրություն վիրավորել, մարդունը լցնել նկարի վրա ու ասել, որ թափել են վրա, հա? Ու դրանից հետո ասել, վայ, ինձ ծեծեցին, ոստիկանություն, ցուցմունք, տեսեք, ես ինձ խեղճ չեմ։ Գիտեք, երբ որ Ադրբեջանում սահմանները, Ադրբեջանը մեր սահմաններին կրակում է, ու Հայաստանի Հանրապետության հետն էլ ինքը տարածում է հաղորդագրություն, որ հայերն են կրակել, այստեղ էլ լրատվական դաշտը բողոքում է, ասում է, այ Ադրբեջանը կրակում է, մերոնք զեն չեն հանում, ու մերոնք դրան պատասխան չեն տալիս, ու չեն ասում, որ Ադրբեջանն է կրակել, մենք չենք կրակել։ Այսօր նույն իրավիճակն է, բոլորի դրանը կրակում են, ու հենց որ պատասխան են տալի, ասում են, վայ, ինչի պատասխանեցիր։ Բա դա պետական պաշտոնյային բնորոշ վիճակ է, բա պետական պաշտոնյան իրեն այդպես կպահի։ Բնականաբար պետական պաշտոնյան իրեն այդպես չպիտի պահի, բայց բնականաբար այն մարդիկ, ովքեր սադրում են նման քայլերի, իսկ դա ակնհայտ սադրանք է։ Երեք որ իրար մեջ արած, անընդմեջ սադրանք։ Իմիջայլոց ասեմ, դրանից առաջ 2 օր էլ Դավիթ Հաշյանի մեր մյուս թղապետ Ալբերտ Հովհաննիսյանի հանդեպ է այդպես արվել, ու Ալբերտ Հովհաննիսյանը իրեն գրած գրառումներ այսօր կհրապարակի։ Այսինքն ուղղորդված խնդիր է լուծվում քաղաքական մի ուժի դեմ, որը չի թողնում Ռոբերտ Քոչարյանի հայտարարած կոնսենսուս -1-ը տեղի ունենա։ Բացի իրանք արդեն քաղաքական ուժ են եւ Արտուր Չախոյանը բացահայտելով ամբողջ կոռուպցիան, որ իրականանում է քաղաքում, սա ուղղված է քաղաքական ուժի դեմ։ Այսինքն այստեղից կարելի է նաեւ եզրակացություն անել, որ այդ ամբողջ կոռուպցիայի հեղինակը հենց այդ, եթե կարելի է սանց քաղաքական ուժ ասել, դա է։ Եվ այսպես ինչ են կարող արձագանքում, ուրեմն կարելի է ցանկացածին։ Իսկ մենք բանի մեջ հիշում ենք, ձայնագրության մեջ հիշում ենք, չէ՞, որ այդ մարդտեղեն կանացած հետևից խփեցին ու ամբողջ բաժնով հարձակվեցին վրան։ Թաղապետը ժամանակ սկզբից այդտեղ չէր, հետո միացավ ամեն ինչին, հա։ Կարելի է արձագանքել մի բան, կարելի է
Ցեցե, ցանկացած մեկի։ Հա, հետո ասեն ինքը սադրել է ինձ։ Ինքը սադրել է։ Հիմա Արամ Սարգսյանը, ես կարծում եմ այս բանով, հայտարարությունով իր ելույթով ինքը շատերին այսօր սադրել է։ Հիմա էսի կարելի է վերցնել որպես սադրանք, վաղը կարելի է Արամ Սարգսյանին բռնել միտեղ, հարմար տեղ, անել ինչ որ պետք է, հետո ասել հերոսացույցով, բանը YouTube-յան ալիքով ինձ սադրեց։ Հետաքրքիր է գիտեք ո՞րն է, որ Նարեկ ազգանություն ինչ որ է։ Նարեկը չի արձագանքում, կներեք, հələ մի վաշկել։ Ով ա ում սադրել, ով ա ում ծեծել։ Տղեն կանացը քաղաքապետ այդ քո բանը թաղապետը նույնիսկ ընդեղ չէր։ Խփել է ուրիշը սկզբից, իր հետևից ընդորում։ Երբ որ ինքը արձագանքեց, որ ով ա վատ տղա, ես վատ տղա չեմ, վատ տղեն դու ես, հա։ Այդ ժամանակ խփեցին իրան հետևից։ Հա, Նարեկ Կիրակոսյանը համեստորեն լռում է այս ամեն ինչը լսելու։ Ես չգիտեմ, այս կարող է ինքը հետո է բան ասել, արդեն էական չի, ասել է թե չի ասել, բայց սա է քաղաքական իրավիճակը, ասում եմ նորից, ու մենակ Արամ Սարգսյանը չի, ասես ոգևորված, այնտեղ էլի կան։ Իմ ջալոս շատ լավ բան է, շատ լավ առիթ է, որ էլ հարց չտակ ով է, Ժողովուրդ ջան, որտեղ ինձ անդադ գրում եք, սրա մասին ինչ կարծիք եք, դրա մասին ինչ կարծիք եք։ Պարզ տեսեք, ով արդարացնում է ծեծ ու ջարդը, հաշվի արդարը, արդարացնում է Փաշինյան Նիկոլին, արդարացնում է սրան, մարդ, որ ինքն է որոշը Հայաստանում կա օրենք, պիտի աշխատի օրենքը, թե չպիտի աշխատի օրենքը, հա։ Ուրեմն հասկացեք ով է։ Էլ ես պետք կարիք չկա, որ ես անուն ասեմ, դրանք էլ զգան իրանք մտածեն իրանք մի մեծ բան են, որ ես իրանք կոնկրետ անունով հիշում եմ, հա։ Նայեք ուղղակի դրանց արձագանքները, հասկացեք ինչքան վարձկան ունի Փաշինյան Նիկոլը իր համար աշխատող։ Ինչքան տականք կա Հայաստանում, թաքնված, կիսաթաքնված, մեջտեղը խաղացող, իբր քննադատող, բայց պետք եղած ժամանակ, հա, դե ոնց կարելի է նա սադրել է, լսեք ինչ եմ ասում։ Ինձ բնականաբար ամեն ինչ պարզ է, հա, մեզ դիտողներն են ինձ թվում արդեն այնքան են վահպետանում այս ընթացքում, վահպետանում, որ թաքցնելը գնալով ավելի դժվար է դառնալու։ Ես վստահ եմ։ Ասում մի սովորական դեպք, ու տեսեք ինչքան կեղտ հանեց ջրերես։ Ու արդյունքում բարձվում է այստեղում խուլիգանության հետ բանը հոդված կա վրան։ Խուլիգանության հոդված կա պաստորեն։ Մարդը գնացել է բացահայտած կոռուպցիա հետևով, իր վրա խուլիգանության հոդված կա։ Ինչի՞ որտեղ Արամ Սարգսյանը տենց է որոշել։ Դե հիմա ես կասեմ, Ժողովուրդ ջան, Արամ Սարգսյանը տենց է որոշել, նշանակում է ինքը դրա իրավունք ունի։ Վաղը այստեղու վրա էլ է խուլիգանության օրենք բանը հոդվածնելու։ Նայեք ինչ են անում։ Նայեք մարդուն ընկած տեղը ինչ օրենք ցնդուկս է նայեք։ Ես չեմ զարմանում, որ այս մարդուն վաղը էլի խուլիգանության հոդվածով, որ ինքը լավ չի ծեծկել են, հասկանում եք։ Լսեք նայեք։ Ու սենց մեկը հլսա դեմքին նայեք հլը։ ՆԳՆ-ն արդարացել Արմանկի ոստիկանների բռնությունը։ Նույն բանով։ Ասում այնուհետ, ուրեմն ոստիկանությունը կիրառել է ֆիզիկական ուժ եւ նրան հարկադարձաբար ներկայացել վալուտ իրականացնող մարմին։ Սա հլսա դեմքին նայեք։ Սա դեմքին նայեք էլի։ Սա ասում ամեն ինչ օրինական է եղել։ Այս ինչ որ տեսնում եք ժողովուրդ։ Այդ դեք։ Այս ինչ որ տեսնում եք հիմա, սա օրինական է։ Դուք ստեղ տեսեք։ Նստել են վզին։ Ես գիտեք ինչ եմ մտածում, ինչ եմ տեսնում այս ամեն ինչի մեջ, բայց սրանք երևի փոքր ժամանակ երազել են մարդ ծեծել։ Իրաց երևի այնքան են ծեծել, այնքան են նվաստացել, որ սենց մանկության երազանքն է եղել, որ ասենք որ մեծանան, այսպես մեկի վզի վրա կանգնեն, ոտերով, ձեռքերով, լնեն այ։ Հլսեն է։
ոչ մի մարդկային բացատրություն, ոչ մի հոգեբանական, ոչ մի տրամաբանական բացատրության այս ամեն ինչի չի ենթարկվում, եթե սրանք փոքր ժամանակվանից սադիզմի չեն գնացել։ Ոչ մի բացարձակապես։ Նայում ես քաշին, նայում ես իրանց բանին, քանակին։ Ինչ են անում այս մարդուն։ Ու ճիշտ է, ամեն ինչ օրինական է եղել։ Լավ, օրինական է եղել, բայց դուք մտածեք մի բան, այս կյանքը տես հետաքրքիր սովորություն ունի։ Վաղը այս ամեն ինչը նույն օրինականությամբ լստերն է։ Խես խեղդում այդ տականք։ Էլի գոռում է, վախ մամաջան խեղդվում են։ Վաղը այս նույնը լինելու է նաև ձեր նկատմամբ, որովհետև անպայման լինելու է, հա, եթե օրենքը չի աշխատում, ուրեմն չի աշխատում բոլորի նկատմամբ, ոնց որ ասենք Արտուշին են դեսո ձերբակալը։ Են ուր են Արտուշը, խարդախ դատավորը։ Լավ, դա մասն դեք խոսանք ընթացքում։ Հա, նեսա։ Որտև եթե օրենքը չի աշխատում, հա մի հատ էլ քո նկատմամբ չի աշխատել, էլի։ Չնայած Արտուշին կարելի է ձեր 10 տարի առաջ ձերբակալել, հարցետի չի։ Հա, բայց հիմա Արտուշը ինչ է մտածում, ինքը կարող է միտեղ բողոքած, ինչ է կարծում։ Հա, Ենիչերիներ, հարց ձեզ։ Հիմա Արտուշը կարա մեկին միտեղ մի հատ բողոքած գի։ Եթե ինքը արդար լիներ, ինքը կա գործիք, որ ինքը կարա բողոքած գի, գնան փաստեր ներկայացնեն, ասենք իրան չտան ցմա։ Չգիտեմ, ցմա կա թե չկա, կարծեմ կա։ Հա։ Կա, չկա։ Գիտեք ինչ չկա, Արտուրն է, հենց այս Արտուշի նմաններն են բերել նրան, որ եթե մի օր իրանց նկատմամբ են նույնը արվի, չկա մի տեղ, չկա մի հնար, որ մարդ կարողանա իր իրավունքները պահել։ Հիմա դուք, Նիկոլի Ենիչերիներով, դուք նույն եք անում, վաղը որ ձեզ անեն, դուք եք անպաշտպան լինելու, ձեր մտերիմներին, ձեր հարազատներին, ով ասե ոչ չեն անելու, ոչ մեկ չի կարող դրա գարանտիան տալ։ Որտեվ Արտուշն էլ չգիտեր այսօր որ նույն բանը իր դուրն է թակելու, հա, ընդամենը 2 օր առաջ ասում էր ինձ ով կարող է, հա, գցի գետնի, ես եմ բոլորին տապալել գետնին։ Հիմա ես ասում վաղը նույնը ձեր նկատմամբ են անելու ու դուք ոչ մի հնարավորություն չեք ունենալու պաշտպանվել։ Ես այս կադրերը որ նայում եմ, ես մտածում Տեր Աստված, իրական պատիժը գիտեք որն է սրանց, որ ես հանգիստ նստես ոչ մի բան չանես։ Ցուրտը գալիս է, որովհետև սրանց ուրիշ բան չի հասնում։ Մենք հասարակահաղաքացիներս այսօր ոչ մի լծակ չունենք սրանց վրա ազդելու։ Բացի հասարակական պարսավանքից, որն էլ կիսատ ենք օգտագործում կամ ընդհանրապես չենք օգտագործում, ոչ մի բան չի աշխատում։ Մենք ոչ մի լծակ չունենք մենք։ Հասարակական պարսավանքն որ աշխատում է, չենք օգտագործում։ Չենք օգտագործում, որտեղ եթե հասարակական պարսավանքի ինստիտուտը ներ, Արամ Սարգսյանը տնից վախից դուրս չէր գա։ Որ դուրս գա զոնցիկով պետք է փագել, հովանոցով պետք է փագել դեմքը, որ ամեն գնացող գալացող չթքեր դեմքին։ Հասկանում եք։ Մեր ինստիտուտները չեն աշխատում։ Ինչ որ գոնե մեր ձեռնը մեկ դա էլ չենք անում։ Հակառակ դեպքում սրանք վաղուց էին իրանց։ Ինքնավերացրել։ Հիմա այս տգետին նայեք։ Ասում մեր բարեկեցությունն ընդլայնելու համար պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը։ Աշխատանքի օրվա բանը առումով ասել։ Ինք ուզում է իր չիմացածի ծավալը փոքրացնել։ Մենք բոլորս մարդ, որ ընդամենը արդարանալու համար այս համակարգած այս հանցագործությունների խոստովանում են, որ իրանք տգետ են։ Ընդամենը 2 շաբաթ առաջ այս տականքը խոստովանում են, որ ինքը տգետ է, որ արդարացնի են բոլոր հանցագործություններն ու բացթողումները, այլ խայտարակ վիճակը, որ կա տնտեսության, կառավարման ոլորտի, քաղաքականության ամեն ինչը, հա? Ու ինքը խոստովանում է, որ իրենք տգետ են։ Այսօր ինքը ասում է, մեր բարեկեցությունն ընդլայնելու համար պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը։ Դու ինչ գիտես, որ մի հատ փոքրացնես։ Բայց քո չիմացածին հեչ չի համապատասխանում քո բարեկեցության սահմանները, որ նայում եմ այսօր ձեր բարեկեցության սահմանները հակառակ գալիս ապացուցելու, որ ինչքան քիչ գիտես ու ինչքան ստոր ես, այնքան քո բարեկեցության մասշտաբները ավելի ընդլայնված ու ավելի ճոխ է։ Իրականը այսօր, եմ ասում ես իրական Հայաստան։ Իրական Հայաստանում սա է պատկերը, որ ինչքան չիմացող ու ստոր, այնքան քո բարեկեցությունն ավելի ճոխ ու լայն մասշտաբների վրա։
Տենաս Հայաստանում մարդ կա, որ սրան լսում ով հավատում է, կամ լուրջ ընդունում, կամ սրան մյուս հայը, լեստականքին է, սա գիտեք ով է, այսօր զգում եք, չի փակվում բերանալ, ես այս բաներից իմ ստանդարտային վիճակից դուրս եմ եկել, ես սա ոնց կարաս ուրիշ բան ասել, սա մի բան է, որ սեփական երեխու մահի վրա կառուցում ես, որ իր կյանքը կարիերա Ինչ ենք շահում, երբ դպրոցականին ասում ենք ապրիլի 24-ին թուրքերը հայ ուսուցիչների գլուխը քարերով ջարդել են։ Ինչ ենք շահում։ Ճիշտ է, Գերամ Նազարյան, օրինակ դու ոչ մի բան չես շահում։ Դու ինչ ես շահել, որ ինչ պետք է շահել, որ ասես տղու սպանել են։ Նիկոլ։ Դու այս բան չես շահել, բայց ոչ չես ասում էդի, տես շահում ես, ու ոնց է շահում, հասկանում ես։ Բայց ամեն մարդ չի որ դա շահել է համարում։ Ամեն մարդ չի որ կարող ուրանա սեփական երեխու արունը, ոչ թե ուրանա ծախի սեփական երեխու արունը։ Հիմա սրանց ոնց ձևակերպես։ Հետո էլ ասում պետք է սթափվենք, հասկանում եք։ Դա նշանակում է մի կողմ դնենք ստախոսությունը, լոպազությունը, կեղծավորությունը եւ հիասթափությունը, չէ, հեքիաթասացությունը կներեք։ Օրինակ, ասում ստախոսությունն ու լոպազությունը այն է, որ դու քեզ համոզում ես, թե ի վիճակի ես մի քանի հզոր բանակների գրող կասեցնել եւ ամաչում ես խոնարհաբար ընդունել, խոստովանել, իսկ գուցե չկարողանանք, գուցե պատրաստ չենք։ Հանրային եթերում այս կարծիքը հայտնեց ԱԺ պատգամավոր Գերամ Նազարյանը։ Այս խոսքերը եթե տղետ լսեր Գերամ Նազարյան, մոտի մնացած փամփուշտները կդատարկեն դատար գլխիդ վրա։ Դատար գլխիդ, կասեր Դու անասուն չես։ Ես տեղ սահմանի վրա իմ ես փոքր հարով մի ամբողջ երկիր եմ պաշտպանում, փողանակ դու ասես ես քո կողքն եմ, ասում ես դու լոպաշ շամբորդի ես, դու ոչ մի բան չես կարողանալու անես, հա? Ու արդարացնում ես իրան սպանելը։ Դե հիմա դուք ասեք, ժողովուրդ։ Հիմա դուք ասեք, սրանց ո՞ւս կարելի է ձևակերպել, ուրիշ ոնց բնութակ դեպ, ու սրանք մեկը չէ, Արամ Սարգսյան, սա Նիկոլ, բոլորը նույնն են, Ինչքան շատ են սրանք, ու սրանցից քանի հոգին է օրվա մեջ արժանանում իրական վերաբերմունքի իր նկատմամբ։ Որովհետև նորից եմ ասում, Գերամ Նազարյան այն տեսակն է, որ արդեն տարուց ավել մի քանի տարի է, նա պետքա վախենար տնից դուրս գար։ Նա պետքա վախենար մարդկանց աչքերին նայել, իսկ այսօր կանչել են իրեն հանրային եթեր, որտեղ վատագույն օրինակները պիտի միշտ հանրային եթերում լինեն։ Ես չգիտեմ, Պետրոսը կանչում է, բերում է ցույց տա, որ ոնց չպիտի լինի մարդը, թե բերում է, որ ժողովրդին քարոզեն, որ լոպազությունը, երբ որ դու մտածում ես, դու կարող ես պաշտպանվել։ Դու պետք է խոնարհ լինես, խոնարհ սպասես մինչև երբ քեզ մորթելու են։ Սա է խելոքությունը, հասկանում եք։ Ինչ ենք շահում, որ մեր երեխեքին պատմում ենք մեր հետ ինչ են արել։ Հակառակ, պետք է չպատմենք։ Արևտուն անեն, էտայական չի մեր հետ ինչ կանեն, սա էլ արդեն բանի ֆորմուլան է, չէ, Արամ Սարգսյանի։ Ինչ կապ ունի մեր հետ ինչ անենք, կարևորը մենք պիտի արևտուն անենք։ Գերամ Նազարյանն էլ է այդ ասում, ինչ կարևոր է մեր երեխուն ինչ են արել։ Ով արել, կարևորը ես այսօր 2 կոպեկ փախցնում եմ, չէ՞ դա դիմաց։ Քանի հայ է պատրաստ այս ձևով ապրելու, ես չգիտեմ։ Եթե իհարկե դրանց կարելի է հայ ասել, նույնիսկ ազգություններ կապ չունի։ Ես սխալ բան եմ ասում քանի հայ։ Քանի մարդ, իրոք մարդ, որ ասենք միայն ֆիզիկական ֆունկցիաներ չի իրականացնում, էլի։ Դա անասունն էլ է ֆիզիկական ֆունկցիաներ իրականացնում։ Քանի մարդ կարա սենց ապրի, սենց մտածի։ Ասում է ինչ ենք շահում։ Չէ, ոչ մի բան չենք շահում։ Մի ասա, դու քո երեխեքի, ասենք դու երեխա չունես, որ ասես։ Այ երեխեք գիտեր դրա մասին, դրա համար գնացել էր երկիրը պաշտպանել, որ թուրքը չգար մտներ, քո հետ աներ, իր երեխեքի հետ աներ։ Երեխեք գիտեր դրա մասին։ Իսկ ասում ավելի լավ է չասենք, թող չիմանան երեխեքը։ Թող չիմանան, միամիտ սպասեն, որովհետև թուրքը ոչի փոխվի, թուրքը միջև ասում են ինչ անելու։ Հիմա այս տակակները մեզ քարոզում են, ասում են երեխեքին արեք մի ասեք դրա մասին, որ մտնելով չանցնի պաշտպանվել։ Թող անմեղ Գուրգեն Մարգարեի նման քնած լինեն,
Սկի չսպասեն, որ կարող է Ռամիլ Սաֆարովը կացնով գիշերը իրեն գլուխը ջարդի ուղղակի, հա։ Սա առաջարկած է հեսա։ Ու սրանք համարում են իրենք խելոք են։ Ու սա է ճիշտ ապրելու ձևը։ Ու այս մարդիկ հասարակության մեջ ազատ տեղաշարժվում են։ Ես տենց հասարակության հետ, հա, ես ոչ մի ընդհանուր բան չեմ ուզում ունենալ։ Ես ուզում եմ վստահ լինեմ ինձ, համոզում եմ իմ ներսում, որ մեր հասարակությունը դրա հետ, ասենց ասեմ, հա, հաշտ ու համերաշխի հետ չի այդ մտքի հետ։ Բայց ինչի սա հովանոցով դեմքը փակացման չի գալի, այստեղ չեմ կարող հասկանալ։ Ես ինքս ինձ հակասում եմ, փաստացի տեսնում եմ, որ սրանք թուքումուր չեն ուտում օրվա մեջ, որովհետև փաստեր չի արձանագրվում, հա։ Բայց մյուս կողմից ինձ համոզում է, որ ժողովուրդը սրան չի ընդունում, այս տեսակը չի ընդունում, սա ոչ թե հայի, սա տարական մարդու, բանական մարդու վայել եւ հարմար ձև չի ապրելու եւ մտածելու։ Գնանք։ Հիշացնեմ սրանք ով են էլի։ Սա Վահագնա Ալեքսանդյան։ Ասում եմ, երկից իմ սիրելի ընկերներ, չգիտեմ խաղաթղթերը ոնց կդասավորվեն, բայց Ալեն Սիմոնյան անունով քաղաքապետի տեխնացու, եթե տեսա, իրարից չնեղանանք։ Բա, իբր այդ մարդը մենակ մի բան կարա լավ անի, ու տարինով անում էր։ Հա։ Սերիալներում, գավնա սերիալներում խաղում էր։ Թողեք հետ գնա իրա գործին, հետն վերջում էլ ավելացում է։ Փողով կարող է արդեն սկսել ես ուրիշի պատվերները ստանալ, բայց դե ոնց ասում են մի անգամ մարմնավաճառը հավերժ մարմնավաճառ է, որպես թեւավոր խոսք։ Սա ասում է Ալեն Սիմոնյանի։ Իրանք իրար ասում են մի անգամ վաճառվածը հավերժ մարմնավաճառը։ Ես ձեր լրիվ համաձայն եմ Վահագն Ալեքսանդյան։ Ասեմ ավելին, եթե մի անգամ մեկին առել են, ուրեմն կարա նույն ձևի վաճառեն, ու Ալեն Սիմոնյանը ստե բացառություն չի։ Դուք բոլորդ Ալեն Սիմոնյան եք։ Բոլորը ցանկացած մեկը, որը շփվում է Փաշինյան Նիկոլի հետ։ Ես համապարփակ եմ ասում, դա Փաշինյան Նիկոլ, որ ասում, դա Արամ Սարգսյանն էլ մեջն է։ Հա, եւ ընդհանրապես այդ եվրոժետոններով էս խայտարակ վիճակով էս։ Դուք պատկերացնում եք, հիմա մի քիչ շեղվեմ էլի։ Դրսից նայում են եվրոպական կուսակցության ներկայացուցիչը, ասում է ճիշտ արել որ ծեծելա։ Չի ծեծել, ճիշտ արել որ ամբողջ թաղապետարանով հարձակվել են ու մարդուն գցել են Իվանանոց։ Ճիշտ են արել, ճիշտ են արել։ Հա, դա է ձերը։ Ու սրանք ներկայացնում են Հայաստանի եվրոպական թեվը։ Խնդալու է, չէ։ Խնդալու է, չէ։ Հա, նա վերադառնանք մեր իրական պատմությանը։ Ցույց տվեց, որ բոլորդ եք մանրավաճառ։ Պատմությունը սա ցույց տվեց։ Ցույց տվեց մի հետաքրքիր բանը, զուգադիպությամբ բոլորի ծնողները փաստորեն նույն դաստիարակությունն են անցել։ Բոլոր։ Մեկ ճիշտ ընդամենը 3 օրինակ ենք տեսել, բայց ես վստահ եմ, որ առիթ լինի ծանոթանալ ձեր մնացած բոլորի ծնողներին, կպարզվի բոլորը նույն դպրոցն են գնացել, նույն մանկապարտեզը, նույն դաստիարակի մոտ են մեծացել, որովհետև վազքով, պատկերացումով, արժեքային համակարգով բոլորը նույն եք։ Այլապես դուք միասին այսօր չեք լինի։ Մարդկանց երկու բան է կապում իրար հետ, արժեքային համակարգը եւ միասին գործած հանցագործությունը։ Դե դուք հիմա ընտրեք։ Ինչի եք դուք այսօր միասին։ Միասին եք, որովհետեւ դուք նույն մարմնավաճառն եք, թե միասին եք, որովհետեւ դուք նույն հանցագործությունն եք իրականացրել ու չեք կարողանում իրենց բաժանվել դրա պատճառով։ Թողում եմ ձեզ այդ ընտրությունը։ Երևի բոլորդ հիշում եք, հա, խայտարակ տարիներին, որն 23 թվականի սեպտեմբերն էր, որ Արցախը դատարկում էր Ադրբեջանը։ Ադրբեջանը դատարկում էր Արցախը։ Եվ իմանալով, պայմանավորված լինելով, Արցախը բանի մեջ լինելով, շրջափակման մեջ արդեն 10 ամիս է, չէ՞, իրանք բոլորը գիտեին ինչ է լինելու։ Հայաստանում այդ անկախության օրերի կապակցությամբ պլանավորում էին Snoop Dogg-ի $4 միլիոն են տվել, ինչքան են տվել, սա կարդանք այդ տիպը։
Ասեցի գրաշի մի խոսքով մոտ 4 միլիոն դոլարի տային էս նարկոմանին 4 միլիոն դոլար ոսկալ երկեր չի երկեր էլի գազ քրտալ գնար դա դոգին տա եկել նույնիսկ ինչ տանեն դա հայկական դոգն են էլի բայց չէ դոգ այդ քփուները ձեզ էր տալի սա օթի մեջ է տալի այս սրան կարելի է փոխտա 4 միլիոն դոլար ինչ որ այա բայց գիտեք համերգը ով չեղյալ համարեց հայտարարեց չեկավ Snoop Dogg-ը ինքն ասեց հələ դուք տականք չեք ես այդ վիճակին չեմ կարա ոնց դե ցեղասպանություն իրականում ես գամ երկեմ սանք ասում են արի 19-ին սկսել էր դատարկելը հարցակում ազաբանի 21-ին պետք է համերգ լիներ այս տղեն այսօր քփուրա տալի այսօր ինքը լավը չի այսօր ինքը նարկոմանա էսի ավելի մաքուր ու պայլադաշին տղա դուրս եկավ համեմատության մեջ եմ ասում էլի քան ամբողջ քփն կառավարությունով իրանց ամբողջ ես ասես չի այսօր տականք չեմ դե դուք եք տականք ու գիտեք ինչ արեցին ասին լավ չես գալի բայց արդեն փողը կերել ենք առայժմ 4 միլիոնը քեզ դե հիմա 4 միլիոնից ինչքան է տեղ ասել չգիտենք բայց փողը ով է տեսել չկայացած համերգի համար փողը տան ոչ թե միայն կանխավճարը ասեք ինչ որ պետք է բան կարել չէ ասեմ որ վերջի վայրկյանին չեղել ես համալում ինչ որ տուգանք ոչ թե հետի չէ ամբողջ գումարը հետո հայտնաբերեցին որ դա քրեական գործ է ո՞ս կարելի է չկայացած համերգի համար ամբողջ գումարը տալ հիմա իբր կգմսան հետ ուզում բերի բայց այս 1.5 տարի չեն կարում բերեն ու այս տագետների իշխանությունը խոսում է որ բարեկեցությունը ընդլայնելու համար պետք է փոքրացնել չիմացության ծավալը սրանց չիմացության ծավալին տեղ չկա սահման չկա չափանիշ չկա սրանց չիմացության սահմանը նա ես չեմ կարծում որ բան արդյունքը չիմացությունն է արդյունքը դիտավորությունն է ստե չիմացություն ոչ մի բան չկա դիտավորությունը այդ չիմացության սահմանների մեջ է նաև մտնում սա ԱԱԾ-ն Պարզել ազգային արխիվում ինչա կատարվում նայեք ինչա կատարվում ուրեմն նախկին տնօրենի տեղակալ Սոնյա Միրզոյանը Ավագյան Գոհարը գործող տնօրեն Արտուր Ստեփանյանի խորհրդականը ով ամիսներ շարունակ դրսում եկեղեցիների փաստաթղթեր մշակում մյուսը թվայնացման բաժի պետ էր Ամենտ Քոչարյանը խմբում եղել են Գոհարի եղբայր աղջիկ Աննա Սյակա Սոնյա Միրզոյան տնային կալանքում է այս խմբում գրքեր ու տոհմածառեր է կազմել մեծ գումարներ են աշխատել միշտ դրսից են ղեկավարել ու ստացել պետական փաստաթղթեր որոնք փոխացել են թշնամի երկրներին փաստորեն ֆինանսիստը տնօրենը որ գաղափար չունի արխիվից ազատել են նրանց բայց ինքը մնում է տնօրեն բայց փաստորեն կարողացել են ծածկադմփոց անել ու ինֆորմացիան գաղտնի պահել մի խոսքով արխիվներում ինչ կա արխիվներն ինչ կա եկեղեցու եւ տարբեր կարևոր հիմնարկներից այս մարդիկ հավաքել են ու էլեկտրոնային փոստով փոխանցել են թշնամի երկրներին ԱԱԾ-ն բռնել է բայց փաստորեն գործը ծածկադմփոց են անում ոսն ԱԱԾ-ն բռնել է երբ որ ես կարծում եմ միտեղ ԱԱԾ-ն բռնել է ընկնում եմ մտածմունքի մեջ ինչի է բռնել իրանց չեր ասել դրա համար թե իրոք սրանք պետական հանցագործություն են արել դրա համար որտեղ եթե պետական հանցագործությունը դրա համար հենա Նիկոլ Փաշինյանը բա վերևից ներքևս ամբողջը դավաճանությունն է ձեզ ի՞նչ է թվում այս արխիվներում աշխատողները եկեղեցու արխիվներում աշխատողները մի քանի օր դոլարի դիմաց իրենց իմացածը չեն ծախելու երբ որ տենում են ամբողջ երկիրն է ծախվում Արցախը ծախին գեներալները բոլոր ինֆորմացիաները փոխանցեցին երկիրը ծախվում ամեն ինչ փողոց ծախվում է ինչը ձեզ թվում է արխիվի տնօրենը կամ շարքային աշխատողները տնօրեն տեղակալ իրենց ինֆորմացիաները չպետք է ծախեի հիմա հարց ոսում ԱԱԾ-ն բռնել է այսինքն ԱԱԾ-ն ինչն է բռնել երկրի դավաճանություն թե առանց իրենց իմանալու է դավաճանել այս սա իմ համար հարց է այսինքն վարչապետին իր ամբողջ աշխատակազմով իր քպեականով իրաց կարելի է ծախել արխիվում աշխատողներին չի կարելի մատենադարանում աշխատողներին չի կարելի եկեղեցի արխիվներում չի կարելի ոնց որն է չափանիշը որն է
Ես դա չեմ կարողանում ուղղակի հասկանալ։ Այսօր էլ իմացան, որ բանը Վիտալի Բալասանյանը խնդրում է Պուտինին վերադարձնել Արցախ, արցախցիներին վերադարձնել Արցախ։ Դե բոլորը տեսել եք։ Ես մտածում, եթե մենք ԱԱԾ ունենք, ԱԱԾ-ի վրա եմ ասում էլի, Վիտալի Բալասանյանը ինչ գործ ունի ազատության մեջ։ Դուք էլ հիշեցնում ձեզ, Վիտալի Բալասանյանը ռուսների հետ փակել է Արցախի սահմանը, ադրբեջանցիների հետ միասին, ռուսները, ադրբեջանցիները Վիտոյի հետ, այն բանի հետ, այն Հայկ Խանոմյանի հետ, որը բացում ես ինքն ես վերջերս։ Ուրեմն այդ երկուսով, այդ երկու դավաճանները ռուսների, ադրբեջանցիների հետ համատեղ այդ կադրերն էլ կան, այդ բանը սահմանային գյուղերը, Հայաստան Արցախին կապող, այդ գյուղերը Սոսը, Աղաբնոն եւ Բերձորը դատարկել են մարդկանց սպառնալով նույնիսկ որ տներին ձեռք չտակ, հա, դատարկել են, որ հայկցեն բանի մեջ, բլոկադայի մեջ, շրջապատման մեջ, որ Արցախը դատարկել։ Հիմա, եթե ԱԱԾ ունեն, գնացել արխիվի աշխատողին է բռնում։ Վիտոն ինչ գործ ունես որ ազատության մեջ։ Դրանից բացի, Բալասանյան Վիտոն հայտարար բանան, Պուտինից, տեսեք, Պուտինին։ Ուրեմն Պուտինը դատարկել են ռուսական զորքը Արցախում, որը պետքա պաշտպաներ, չպաշտպանեց, որը պետքա ոչ թե միայն չի պաշտպանել, պայթացել է բոլոր ամրացած դիրքերը, այն որ կահավորած դիրքերն են, ռուսներն են պայթացել, ռուսները դատարկել են, ռուսները հանձնել են իրենց ասած այդ բանին, հա, այդ ռազմաքաղաքական ղեկավարներին, այսօր նույն ռուսին ինքը խնդրում է, Վիտոն, ու մանցախնդրում չգիտեմ, որ իրենց վերադարձնեն Արցախ։ Որ ԱԱԾ-ից է խոսում, ուզում հասկանամ, այդ որ հիմնարկն է, դրա ֆունկցիան ընդհանրապես ի՞նչն է։ Պետությունից սնվել է, գիտենք արդեն։ Դե արեք մի քիչ լուրջ եղեք, բան մի արեք, էլի։ Այս կոմենտում մի եկեք, ասեք ախպեջան, մեր գործը այս պետության բյուջեն լափելն է։ Դες մի ասեք ԱԱԾ, ամոթ է։ Եթե ԱԱԾ կա, որտեղ եթե ասում եք ԱԱԾ, sense հարցեր առաջացնում իմեջ։ Հիմա ես գրում են ասում են, տես, հեսա ռուսները գալու են մեզ փրկեն, այ ժողովուրդ ջան, լուրջ եք ասում։ Ռուսները դատարկելուց հետո ձեզ պետք է գան փրկեն։ Ստե հարց առաջանում, բա հիմա Վիտոնը չի ադնում։ Չէ, Վիտոն բոս դիմում ասում է, բա ինչի։ Բա Նետանյահուն 5 օր նստած է բանում, Ադրբեջանում։ Պուտինը մի բան դու չի եկել, հիշացնում է, որ Ալիև, ես կարող եմ այս հարցը բարձրացնել ջրերես, որ դու Արցախ ես դատարկել։ Սա է խնդիրը միայն։ Ուզում եմ սրանից հետո նորից բոլորդ իմանանք, որ ինչքան Թուրքիայի գլխին կանգնած է հայոց ցեղասպանության Դամոկլյան սուրը, այնքան կախված Ադրբեջանի գլխին Արցախի դատարկելու խնդիրը։ Հասկանում եք, այս երկու հանցագործությունը այս երկրների վրա կա։ Հիմա այդ չզարմանաք, որ վաղը մեկը Պուտինին դիմի, մեկը Մակրոնին դիմի, մեկը Թրամփին դիմի, բայց դա չեն դիմում անելու համար, դա դիմում են, որովհետև այնտեղից ասել են Վիտո, հետաքրքիր է, չէ՞ որ Վիտոին են ասել, ուրիշ ոչ մեկի։ Զանգել են Վիտո, մի ասենց ասա, մեզանից ես բան ուզի։ Այդ պարսմանն անկեղծելում ասում։ Ինչն է չէ դատարկել իրենց հրամանով։ Զանգել են ասել են ուզի թող Ալիևն էլ լսի, որ կարող ենք բան անենք, սնկ դրա մասին բարձրացնել։ Որտեղ ինչ պետք է լուծում, ինչ պետք է զիջի, ինչ պետք է զիջի, ժորժան մեծ կապ չունի։ Ռուսը հաստատ Արցախցուն հետ չի տանելու։ Ինքը չի դատարկել որ հետ տանի։ Այդ պահին ինչու մի բան վերցրել է, դատարկել է, բայց հանցագործությունը մնացել է ոչ թե Ռուսաստանի վրա միայն, կարևորը Ադրբեջանի, որտեղ այս հանցագործության պատասխանատուն Ադրբեջանն է, միջազգային առումով, հա։ Ռուսը ընդամենը հերթական անգամ մեզ վաճառել է։ Հիմա ասում են չէ։ Վաճառել ես, բայց արի մի հատ բան գաստուս հրա վրա ասա, այս հարցը կա։ Ժողովուրդ ջան, էսի մեր հետ կապ չունի։ Ինչքան որ հայոց ցեղասպանության մասին կխոսա, խոսան Լոնդոնում, խոսան Փարիզում, խոսան Վաշինգտոնում, որտեղ ասես խոսան, դա պարտադիր չի որ մեր օգտի համար լինի։ Այդ պահին պետքա Թուրքիային սեղմել։ Խոսում են։ Այդքան պետքա լինելու Ադրբեջանի սեղմել, դրա մասին են խոսելու։ Թե չէ ինչ վերաբերվում է, որ այստեղ հատուկ ինչ որ ծրագիր է կազմված, հեսա Քոչարյանը, Վիտոյի հետ, չերես Պուտին, Ղարաբաղը վերցնելու են, Ալիևին գցեն, բան ժողովուրդ ջան։ Ուրեմն բոլորը
իրար հետ են աշխատում Պուտինն էլ, Վիտոն էլ, Նիկոլն էլ, Քոչարյանն էլ, նույն աղբն են, նույն տեղից դուրս եկած։ Եվ հանկարծ ով որոշեց, որ պետքա թաղապետի դեմ բողոքի կամ իջո իշխանության դեմ բողոքի, կապելու են Քոչարյանն հետ։ Մոռանալով հանդերձ, որ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտը դա բան արեց, տորմուզ տվեց այս Քոչարյանը դաշնակների ձեռքով։ Դեսանք վստահ են, չէ՞ որ մարդիկ ասենք, շատերը հիշողություն չունեն։ Ջորջը, սանց մեջ բան չկա։ Պետքա մեղադրել մեկին, նա Քոչարյանն ընդեղա։ Բայց Քոչարյանը հենց երկու օրվա ինֆորմացիա չէ, process-ը impeachment-ի։ Ով դադարեցրեց դաշնակները ում են դադարեցեցին, Քոչարյան Ռոբերտի հետ։ Ում են պատկանում դաշնակները, ասենց ասեմ ավելի կոնկրետ։ Քոչարյան Ռոբերտին։ Ձախողում խայտարակություն եւ զրո մեղադրումներ, Հանիֆի ծրագրերի ամփոփում։ Սրանք խոսում են չիմացածի ծավալը փոքրացնելու, որ լավ ապրեք։ Սրանք աշխարհի անգրագերներն ու տկետները այս ընթացքում միլիարդների կարողություն դրեցին ու դա գիտելիքների հետ ոչ մի կապ չուներ։ Ոչ մի կապ չուներ։ Ես որ թվերը ստե կարդամ, ուղղակի մարդու բանը ֆանտազիան չի եկում, որ հնարավոր է ասենց այսքան թալանել։ Այսքան այս երկուսի հետ ինչ արեցին։ Ուղղակի պարզ պատմեմ, առանց թվերի։ Տեսնում եք այս երկուսը։ Ասեցին որ ֆոնդ ենք բացում, որ տնտեսական ակտիվությունը մեծանա։ Ֆոնդ։ Փողերը պետության տալիս ենք այս ֆոնդին, ինքը ուրեմն ստեղ ավիացիան զարգացնում, տնտեսությունն զարգացնում, գյուղատնտեսությունն զարգացնում, ու դա ղեկավարում է Ավինյան Տիկոն։ Պետության փողերը տալիս ենք Ավինյան Տիկոին, որ ինքը պետություն զարգացնի։ Եվ ինչ անում Ավինյան Տիկոն։ Պարզ։ Հա, այնտեղ ավիացիային $12 միլիոն, $12 միլիոն ավիացիան զարգացնելու համար։ Մի տա հետո չկա ավիացիա։ Ավիացիան ոչ 12 միլիոնը կա, ոչ ավիացիան կա։ Զրո պատասխանատվություն։ $12 միլիոն մի տարվա մեջ։ Մյուսը գյուղատնտեսության զարգացման համար գնաց այս մի հիմնադրամին այսքան փող, որը բերեք ծրագիր ներկայացեք, բայց միջև կբերեն ծրագիր ներկայացնեն, արդեն փողն ուղարկացա։ Ոչ ծրագիրը կա, ոչ ընկերությունը կա, ոչ փողը կա։ Ոչ էլ պատասխանատվությունը կա։ Ու սենց $100 միլիոն պետության փողերը տալիս են Անիվին, Անիվը բան պետք է իրականացնի ծրագիր։ Փողերը գնաց բանկի հաշիվներով, տարբեր երկրներ, offshore-ներ ու ոչ ծրագիրը կա, ոչ էլ այդ հիմնարկները կա, ում փողը տվել են։ Սոնից լավ թալան, ձեզ թվում է սրա համար ուղեղ էր պետք, բացարձակապես։ Ու այս տականքները մեզ ասում են, եթե ուզում եք լավ ապրեք, ձեր չիմացության բաժինը պետք է փոքրանա։ Իրեք սարսափելի որն է, որ այս փողով ենքան մարդ հասանում, որ ուղիղ աշխատում են բոլորիս դեմ։ Առանց հասկանալով, որ այդ փողի դիմաց աշխատելով մեր դեմ աշխատում են իրանց դեմ։ Հենց իրանց դեմ։ Այսինքն ես որ ասում իրանց նկատում պետության դեմ։ Որովհետև պետությունը մենակ ես չեմ, դուք չեք էլի։ Պետությունը մենք բոլորս ենք։ Ու եթե չկա պետություն, վաղ այս թալաններ չի լինի։ Չի լինել ուղղակի։ Այսինքն պայքարել պետության դեմ, էսի պայքարել նշանակում է քո դեմ։ Ես բարոյականության մասին չեմ խոսում, օրենքի նկատմամբ պատասխանատվության մասին չեմ խոսում, դրանք արդեն ոնց որ թե լուրջ էլ չի լսվում, չի լսվում էլի, էլ չի լսվում։ Ուղղակի ասում եմ, այս փողով, ոսես թալանել են, ասում է երկիրը, չէ, փողով պայքարում են խոսացողների դեմ, դա կլինի Արտուր Չախոյանը, ձեզ թվում է իմ դեմ չեն պայքարում։ Ես մենակ ուղղակի մի բան ասեմ։ Ինքան օրվա մեջ ռմբակոծում ես YouTube-յան ալիքը, իմ Facebook-յան էջը, դուք չեք պատկերացնի, ինչքան ռեպորտ է գալիս օրական, ինչքան հարձակում է գալիս օրինական, իմջելոց օրական։ Եթե դուք ուզում եք այս հաղորդումները, դիտումները շատանա, որտեղ խեղդում են, դուք պետք է տարածեք ժողովուրդ ջան։ Նենց է ստացվում, որ մենք իրար համար ենք խոսում, ասեք քիչ-քիչ, հա, որտեղ երբ որ կա ակտիվ տարածում, մի անգամից փոխվում է պատկերը։ Նույն հարձակումները միշտ կա, բայց հենց տարածումները քշանում է,
դիտումները միանգամից ընկնում է, իսկ սրանց հիմնական բանը այն է, որ Արտուր Չախոյան չլինի, խոսացող չլինի, դող չլինի, խոսացող չլինի, եթե ինչ չեն կարող ասել մի խոսա, չեն կարող դեպորտ անեն, իմ վիճակը ուրիշ կարգավիճակ է, բայց գոնե քիչ մարդ լսի, հա, Facebook-ի ակտիվությունը էջը ընկնի, YouTube-ի ակտիվությունը էջը ընկնի, հասկանում եք, ինչքան հնարավոր է քիչ մարդ տեղեկացված լինի ինչա կատարվում։ Իսկ այն մնացած վակումը լցվում է սրանց ագենտուրայով, սրանց պրոպագանդոններով, որոնք աշխարհով բոլոր տեղերը լցված են։ Ինչքան Հայաստանում այնքան դրսում ասեմ։ Բոլորը աշխատում են պետության դեմ։ Մի փոլ լափի համար։ Օրը գալու է։ Ես մենակ մի բան եմ սպասում, որ այս ցուցակները ով երբ ումից ինչքանա փող ստացեն։ Վստահ եղեք, այդ ցուցակները կա, ու այդ ցուցակները լինելու է, դուրս է գալու ջրի ես։ Եվ եթե դուք տեսնեք ովքեր են, ես գիտեմ, ես խոսատությունից եմ զգում։ Չափը չգիտեմ ինչքան է ստացել լափը, բայց որ լափը ստացել այդ երևում է, հա։ Դուք որ տեսնեք անհազգաններով, իսկ մենք բոլորս կտեսնենք նաև թվերը, հիասթափություններին սահման չի լինելու։ Ես այդ օրն եմ ուզում տեսնեմ ուղղակի։ Սենց մի հատ բան կար, Գառնիկին հիշում եք։ Այս Գառնիկին հիշեք երևի։ Ուրեմն շվեդական կողմի հրավերով այսօրին գտնվում է Շվեդիայում Գառնիկը։ Հայ-շվեդական բարեկամության խմբի անդամ է ինչ որ ինքը։ Եվ ինչ ասում, Շվեդիայի խորհրդարանի անդամների հանդիպան արխիվարաշ բարձրացեցի միջազգային հանրության կողմից Արցախում տեղ ունեցած էթնիկ զոհումն համարժեք գնահատականների տալու խիստ անհրաժեշտության, Արցախահայության վերադարձի եւ այլ իրավունքների վերականգնման հարցում միջազգային աջակցության կարեւորության մասին։ Լավ, այս համազգեստում ընդգծեցի նաեւ Արցախում տեղ ունեցող մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտելու բանաձևերուն ընդունելու անհրաժեշտությունը։ Լավ, այ հիմա ես հարց եմ տալի։ Խոսում եք բանը անդիմության դեմ ձեր խոչընդոտների մասին։ Ուտեղ դեռ ասել եմ, բա դուք ինչու բանը էական ազդեցություն չեք ունում երկարահատվածը։ Բա մեզ ճնշում են։ Գիտեք ոնց են ճնշում իրանց։ Նախաձեռնում է մի մասը, բան, impeachment, մյուս մասը անդիմության չեղարկում է։ Ու իրանք ասում են մեզ խոչընդոտում են անդիմությունը։ Գիտեք, դանիացիները հավատում են։ Դանիացիները գիտեք ինչ են հավատում, որտեղ այնքան այլասերված չեն, որ պատկերացնեն, որ Հայաստանի խորհրդարանում անդիմություն չկա։ Հիմա կասեն, բա Դանիան, արա, Շվեդիան, հա, գնեք Դանիասը։ Շվեդիան, շվեդականը բոլորի մասին, շվեդականի մասին բոլորը լսել են, չէ՞։ Ասում ոնց շվեդներին կարելի է ինչ-որ մի բանով զարմացնել, այլասերվածության մասում։ Այո, եթե դա հասնում է խորհրդարանական ընդդիմությանը, եւ հետապես պարլամենտարիզմին, որտեղ իրանք հին ավանդույթներ ունեն պարլամենտարիզմի մեջ, մյուս հարցում իրենք լավ հին ավանդույթներ ունեն, դա այնտեղ հնարավոր չի իրանք զարմացնել, բայց խորհրդարանական բանի մեջ իրանք հնարավոր է զարմացնել, եւ իրանք չեն կարող պատկերացնել, իրենք հələ այդքան այլասերված չեն, էլի, որ Հայաստանի խորհրդարանում կարող է ընդդիմություն չլինի ուղղակի։ Դու չեք կարող պատկերացնել, էլի։ Բնականաբար դա չկա։ Ընդդիմություն ոնց կարող խորհրդարանում այդ ընդդիմության նկատմամբ խոչընդոտներ լինեն։ Հիմա ես հարց եմ տալի։ Գառնիկ խոչընդոտը ո՞րն է։ Այն որ դուք ինքներդ արգելափակում եք բանի process-ը, impeachment-ի process-ը, այն որ դուք ոչ մի օրենքի վրա չկարողանալով ազդելով միջև հիմա մի հատ անվստահություն չեք հայտնել, այնից մեկն էլ հայտնում է, սկսում եք ինքներդ խանգարել, դուք տեսնելով, որ դուք ոչ մի բան եք ընդե մանդատներդ, վայ չեք դնում, որ խորհրդարանական կազուս, հա, առաջացնեք, որի պատճառով հայտարարվել է նոր ընտրություն բնականաբար, որի ժամանակ նախարարներն ու վարչապետներն դառնում են ընդամենը պաշտոնակատարներ, որոնք չեն կարող ոչ մի պետական որոշումներ կայացնել եւ ստորագրել, հա։ Ուղղակի Շվեդիայի խորհրդարանները չեն կարող պատկերացնել, որ Հայաստանում հնարավոր է այդ աստիճան ամեն ինչ այլասերված լինի։ Բայց Գառնիկ դու հո գիտես, չէ՞։ Բայց մենք էլ տեսնում ենք, չէ՞։
Garage. Արեք գնանք Ամերիկա ու հետ գանք։ Վերջը Թրամփը որոշեց իր անվտանգության հարցերով այդ օկնականին հանի, որ հայտարարակ պատմություններ հետ կապված, որը ոչ միայն իր բարեկամների հետ է կիսում բոլոր բանը, ինֆորմացիան, նաև այդ սիգնալ այդ չաթի մեջ ինքն է նախաձեռնել այդ սիգնալով այդ բաները եւ կիսվել են լինելով Ռուսաստանում կիսվել են ու մատել բդագրող էին, չէ, լավիլը թե ինչպես են հարձակվելու բանի վրա Եմենի վրա եւ ընդհանրապես ինչ են մտածում Եվրոպայի մասին։ Դե խոսքով դրանից անցել ամենա 2 ամիս շատ ասեցի, մի ամիս նոր որոշել է շատ բանը ճնշումը սա ինձ ազատվի, բայց դա չի նշանակում որ խելքի է եկել, ոչ ցավոք ոչ, ես մինչև ամեն ինչ բան չանի չավելի չի հանգստանալու։ Պարզվում է իր այս բաները տարիֆների պատերազմը անդրադարձել է իր ամենասիրած ոլորտի վրա, այս գոլֆի այս բաները, այս էլեկտրական մեքենաների վրա հայտնաբերել են, որ այս արտադրող ընկերությունը խնդիրներ ունի։ Հենց Տրամփի պատճառով, որովհետև մասերը գալիս են մի մասը, նույնիսկ Թուրքիայից է գալիս։ Չինաստանից է մեծ մասը գալի, Եվրոպայից է գալի, եւ չեն կարողանում հավաքել։ Նույնիսկ ասեմ Թուրքիայից է մասը գալիս, եւ չեն կարողանում հավաքել, չկա, մատակարարում չկա։ Նոր հասկացա, որ իրանց գոլ բանը, իրանց Թրամփը ինչ անում իրանց գլխի։ Ցավոք ուշ է։ Եվ արդեն CNN-ը պարզ գրում է թվերով, որ այս Թրամփի բանը փուչիկը ընդհանրապես տնտեսության հետ կապում։ Ասում մոտենում է պայթետուն ու ամբողջ թվերը բերում է անկումը տնտեսության մեջ շրջանառությունը, մատակարարների դադարեցումը, ապրանքների ներսին նույնիսկ շուկայում ապրանքների դիվիցիտը եւ ասում ասանք բերելու է պայթյունի արդեն CNN-ը պարզ գրում սրա մասին։ Բայց ես ինչ եմ ասում, այս պատուհասները չեն հանգստանում, ինչեւ ամեն ինչ բանան են, չավիր են։ Ասում է, որ երբեք բան Կելոգնա Թրամփի ներկայացուցիչը ասում է Թրամփը երբեք դուրս չի գա բանակցություններից, քանի դեռ Ուկրաինան չի համաձայնվել հանձնվելու հետ։ Հանձնել տարածքները, որ փաստացի բանը ռուսները գրավել են։ Սրանք մտել են խաղի մեջ, որ օգնեն Պուտինին կապիտուլացնելու Զելենսկուն։ Այս դեմքով, այս մարդիկ միջև չհասնեն դրան, չեն հանգստանալու։ Բայց մյուս կողմից էլ վերցել են, որոշել են, որ արդեն ժամանակն է այդ համագործակցության պայմանագիրը ստորագրելու այդ օգտակար մետաղների, որի ստորագրման պայմաններից մեկն է, որ Ամերիկան Միացյալ Նահանգները պետք է ապահովի Ուկրաինայի անվտանգությունը։ Հիմա չես հասկանում, եթե դու ստորագրել ես, որ իր անվտանգությունը պետք է դու ապահովես, դու ո՞նց ես այդ նույն երկրի, որ արդեն դու ստորագրած պայմանագիր ունես, դու ո՞նց ես այդ երկրի հողերը տալու թշնամու երկրի։ Լրիվ կաշա է սրանց կազմանի մեջ։ Լրիվ ոնց երկրի տնտեսության վիճակն է, ունեց արտաքին քաղաքականությունը։ Հիմա կասեք Հայաստանը դες ինչ կապ ունի, ուղիղ կապ ունի, որովհետև այս նույն կաշան Հայաստանում է։ Վաղը կոպիտ եմ ասում, եթե երրորդ երկիր ուղղակի գրավի Հայաստանը, դա քաղաքական իմաստով կարող է մեծ հետևանքներ չունենա Վաշինգտոնում։ Կարող է մեկ-մեկ խոսան, կարող, բայց իրական հետևանքներ չի կարող ունենա, որտեղ այս երկրում անես մի հատ հիմար վիճակը։ Նախագահ Թրամփը հայտարարում է մի բան, այդ օգտակար հանածոների մասին պայմանագիր, որ ինքը արդեն գարանտիա է կանգնում, իր ներկայացուցիչը Ուկրաինայում խոսում է, որ Թրամփը չի հետ քայլ անելու, մինչև Ուկրաինան չհանձնվի։ Այս երկիրն է դարձնում։ Ռուսաստանն էլ պնդում է, որ բացառվում է, որ 91 թվականի սահմանների վերադարձ լինի, հանգարց բացառվում։ Սա բացառվում է իր
Թրամփի օգնականը Ուկրաինայի հարցով ասում է Ուկրաինան պետք է կապիտուլացի, Թրամփն էլ ասում է ես բան եմ, իր գարանտիան եմ կանգնում, ինձ այդ օգնական հանածոներն է պետք է, հազվագյուտ մետաղներն է պետք է, դիլն է պետք, որ ինչ որ թուղթ ցույց տամ, թուղթը վերցնելա ցույց տա, մյուս ձեռով ասելա չէ, դու պետք է տաս հողերը։ Սես միջազգային պայմանագիր տեսել եք, Թրամփի օրոք փաստորեն դա հնարավոր է։ Եթե դա հնարավոր է, նույնիսկ եմ ասում, բարի, եթե երրորդ երկիր ամբողջ Հայաստանը գրավի, դա էլ է հնարավոր, որտեղ դա ոչ մի հետևանք չի ունենալու։ Թրամփի վարչակազմի օրոք եմ ասում։ Եվ վերջում ուզում եմ մեր ընկերոջը լսենք։ Մեզ պետք է հեղափոխություն, մեզ պետք է Պինոչետ։ Ուղղակի իրանք այսօրվա նույն Աննա Հակոբյանը եւ իրա չգիտեմ ոնց կոչեմ են մարդուն, որ իրա կողքն է, ոչ ամուսինն է, ոչ չամուսինն է, մարդ չի։ Նրանք մոռանում են, նրանք պատմություն չեն կարդում։ Թող իրանք ոչ Սադամ Հուսեյնից լավ տղուտեղ դնեն, ոչ Կադաֆիից, ոչ էլ Նիկոլ Չաուշեսկուից։ Այդ թող հիշի, որ Նիկոլ Չաուշեսկու կար Ռումինիայի շեֆն էր, ու իրա կինը Ելենա Չաուշեսկուն։ Իրա, հենց իրանց թիկնազորը իրանց գնդակահարեց, դուք հասկանում եք։ Իսկ իրանք մտածում են իրանք անվերջ են, տես բան չկա։ Ամեն ինչ ունի սկիզբ եւ վերջ, սրանց վերջը շատ վատ է լինելու։ Շնորհակալություն։ Մեզ պետք Ես դեռ ասելու բան չունեմ, ավելացնելու բան չունեմ, ուղղակի ուզում եմ, որ ասում եմ Նիկոլ Փաշինյան, դա կերպարային իմաստով ասում Նիկոլ Փաշինյան։ Դրա մեջ մտնում են բոլորը, ովքեր ծառայել են Նիկոլ Փաշինյանին։ Հա, որտեղ մենակ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը չի, բոլորը, Արամ Սարգսյաններից սկսած։ Բոլորը պատասխան տան, բոլորը։ Պարտադիր չի բոլորին գնդակահարեն, բայց բոլորը պետք է պատասխան տան։ Կամ մենք պետք է հրաժարվենք ապագայից։ Տեսեք, ընտրությունը շատ չի։ Որտեղ չի կարա լինի համնա։ Որտեղ եթե նույն ձև է լինում, նույն ձև ապագա չի լինում։ Նույն ձև ապագան գիտեք որն է, որ եթե հանկարծ մեկը գնում է ոստիկանություն, ամբողջ բաժնով կանգնում են իր վզին։ Դա է լինում ապագան։ Այսինքն նույն ձևի ապագան դա է։ Նույն ձևի ապագան գիտեք որն է, երբ որ մեկը թաղապետարանում ասում է ինձ մի վիրավորի, ամբողջ թաղապետարանով կարող են ծեծեն։ Հետո ասեմ նա ոչ մի ձևով, ես եմ որոշում արդարադատությունը օրենքը ոնց պետք է աշխատի։ Ինչու՞ մի կա։ Որովհետև էսի ծրագրված է Ռուսաստան դեսպանատան մեջ 5-րդ շարժման կողմից։ Սա է ապագան։ Եթե սա մեզ ձեռա տալու, ուրեմն հանգիստ կարող են դնալ մեր տներով զբաղվենք, մեր գործերով ու չանհանգստանանք։ Բայց եթե սա մեզ ձեռ չի տալիս, ուրեմն պետք է արագ կարգով փոխենք մեր միջավայրը, որ շուտ հասնի մեր ընկերոջ ասած այդ իրականացման օրը։ Այդ իրականացման օրը մեր ձեռքից է, մեր համար աշխատանքից է գալու, մեր վերաբերմունքից է գալու, անպայման մեր նկատմամբ, մեր հարևանի նկատմամբ, ում ամեն օր մենք բարև ենք տալի, կամ էլ բարև չենք տալիս։ Հասկանում եք, ես ուրիշ ոչ մեկից ոչ մի բան չեմ կարող ուզել։ Հարազատներ ջան, չկա այն կուսակցությունը, չկա այն անհատը, որ ասեմ, այ հիմա ինձ ինքը այդ հարցը լուծելի է։ Չկա։ Դուք ուզում եք հույս դրեք, ես ոչ մեկի վրա չեմ կարող հույս դնել։ Իմ հույսը մեր անհատական վերաբերմունքն է այս ամեն ինչին, որ կարող ենք պարտադրենք փոխվի։ Եթե պետք է ազգովի Արթուրին Չախոյան աջակցենք, ուրեն պիտի աջակցենք, որտեղ մենք չենք աջակցում։ Ու նշանակում է Արամ Սարգսյանը ինքը կարա որոշի արդարադատությունը ոնց եւ պետք է լինի։ Հասկացաք։ Որովհետեւ ուրիշ զսպող մեխանիզմ չկա։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։